Երբ որ ՆԱՏՕ-ի կամ եվրոպական դիտորդների կողմից օֆիցիալ հայտարարություն է կատարվում, որ առկա է մեծ սահմանային բախումների նույնիսկ մեծածավալ ռազմական գործողությունների վտանգ, այսինքն այն դիտորդները, որ եկել են հենց այս նույն պետության հրավերքով եւ նրանք արձանագրում են, որ ԵՄ դիտորդների մասին է խոսքը։ Այո, ԵՄ դիտորդները եւ ՆԱՏՕ-ի օֆիցիալ հայտարարությունները, որ առկա է շատ մեծ վտանգ, նույնիսկ մեծածավալ ռազմական գործողությունների։ Այսինքն այս նույն դիտորդները եկել են իրանց հրավերքով ու այդ դիտորդները չեն կիսում, ասենք վարչապետը նստած իր աթոռին հաղորդում են ցածր օղակի զեկուցագրերը, որոնք էլ որ իրենց աթոռից վախենալով, պաշտպանելով քաղաքական ուժի այդ տեսակետները, կրկնում են այն ինչ որ վարչապետը ուղղորդում է։ Իսկ ինքը ամեն տեղ է ուղղորդում, քանի որ նա ամենագիտունիկն է, արտադրողին է ուղղորդում, հիմա էլ ԵՄ-ին է փորձում ուղղորդել, բայց այդ մարդիկ չեն ուղղորդվում։ Նրանք գիտեն իրենց անելիքները, նրանք հիմնվում են փաստերի վրա, մի կողմի զինվածության վրա, տեսնում են, այո, թե հրթիռային, ասենք, շարժն են տեսնում, թե հեռայտակով շարժն են տեսնում են, որ այն կողմը պատրաստվում է լուրջ ռազմական գործողությունների։ Եվ հենց այս ստատուս քվոն ես որ բազմումս ներկայացրել եմ ձգձգվելը, Ադրբեջանին դա ձեռ է տալիս, ստեղծվում է ավտոմատ լարվածություն, այսինքն նրանք դա ներկայացնում են, որ Հայաստանը չի ուզում ապաշրջափակման, միջազգային արենաներով եւ մեր երկիրն էլ լինելով այսպիսի, ասեմ, հաշմանդամ կառավարություն ունենալով միջազգային արենաներում պարտվում են թե դիվանագիտական, թե առաջի դեմքերը, որ գնում հասնում են այնտեղ եւ Ադրբեջանը տանում է մի քարոզչական ճար, իսկ մեր երկրի ղեկավարները չեն էլ հակասում գոնե, լավ, ոչ թե իրանց տեսակետը դնեն, գոնե հակասեն այդ թեզերի դիմաց, այսինքն մենք ամեն տեղ պարտվում ենք եւ այդ միջազգային լծակները չեն աշխատում եւ միջազգային հանրությունը նույնիսկ չգիտել Հայաստանի տեղը, այսինքն նրանք հավատում են, որ կա մի ահաբեկիչ կամ ես չգիտեմ ագրեսոր երկիր, որ Եվրոպայի այսօրվա գազը կամ ցուրտը, որ ձմեռը գալու է, Հայաստանի պատճառով է լինելու, արաբներին ասում են, որ գազայում երբ որ սնունդը չի գալիս, հայերի պատճառով է լինելու, այդ ֆոնդի մեծին էլ տարե դիտավորյալ հայ են դրել գազայի օգնության այն հետախուզման մեջ գտնվող անձնավորությանը, մի խոսքով աշխարհի դիմաց մենք ամեն կողմով պարտվում ենք, այսինքն զինվորական գործողություններ, ռազմական գործողություններ չսկսված մենք արդեն պարտված ենք, որը որ Ալիևին տալիս են կանանչ լույս եւ հիմա թե համաճարակելի Իրան կօգնի, թե Վենեսուելան կօգնի, թե Գազան կօգնի, բայց նա օգտվելու է այդ խառը վիճակից ու կատարելու է ինչ-որ գործողություններ այստեղ։ Իհարկե համամիտ չենք, իհարկե քննադատում ենք այդ բոլոր մանիպուլյացիոն, ասենք, հայտարարություններին, թե խաղաղություն, մեզ բերեն 30 տարվա խաղաղություն ենք ուզում, այ ախպեր, մեզ այդ տուր,